Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրած հերթական խորհրդանշական վայրը կենտրոնական բանկն էր։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի խոսքով վերջին 5 տարում բարձր տոկոսադրույքների կարգավորման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել։ Կենտրոնական բանկը հունվար ամսին մոտավորապես միջինը 6.7%-ով առևտրային բանկերին փող է տալիս։ Հենց ասեմ, որ ժողովուրդը բարձր է ժողովրդի համար։ Հետո բանկերը, առևտրային բանկերը վերցնում են այս գումարը, այս փողը Եվ 16, 17, 18, 20%-ով տալիս են մեր ժողովրդին։ Ապա Մարուքյանը թեմայի վերաբերյալ մամուլից մեջ բերեց կենտրոնական բանկի պատասխանը, հավելեց։ Կենտրոնական բանկը ասում է, որ եթե տոկոսներն իշտնի, սիրելի ժողովուրդ, դուք կարող եք շատ պարտ կանեք, ունգնեք պարտքի տակ։ Այդ դրա համար Հայաստանում տոկոսները պետք է սարսափելի բարձր լինեն, որ առևտրային բանկերը միլիարդներ աշխատեն եւ դուք էլ ժողովուրդ ջան տոկոսների տակ տառապեք եւ չկարողանաք դրա տակից դուրս գալ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն շարունակում է հունիսի 7-ից հետո խորհրդարանում իրենք առաջարկելու են սահմանափակել տոկոսի շեմը։ Անդրադառնալով հաստատված խաղաղությանը Մարուքյանը նշեց, իրենք միակ ուժն են, որ պնդում են խաղաղության պայմանագիրը չի կարելի այս տեսքով ստորագրել։ Որովհետեւ այնտեղ կետեր կան, որոնք որ մեր երկիրը կդարձնեն հաշմանդամ երկիր։ Դրանք պետք է փոխել եւ վերաբանակցել։ Ես դրա տեղը գիտեմ, ձևը գիտեմ, այդ մասով կոմպետենցիա ունեն։ Մնացած մասերով այլ ուժեր կոմպետենցիաներ ունեն, իրենք էլ իրենց մասերով իրենց ներդրումը կունենան։ Այսինքն ես չեմ ուզում հիմա միանձնյա ասել, թե ինչ կլինի, բայց այն որ հաստատ ավելի լավ տարբերակ կունենանք բանակցած, դրանում կասկած չունեմ։ Էդմոն Մարուքյանը նաև ներկայացրեց, թե որն է իրենց նշած երաշխավորի ինստիտուտը։ Բանակցությունների ժամանակ ես առաջարկել եմ եւ առաջարկը ընդունվել է, որ պետք է խաղաղության պայմանագրում լինի դրույթ կամ 3 պետությունների կողմից երաշխավոր ինստիտուտ ներդրվելու կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով մեր կողմից ստորագրված փաստաթուղթը եւ Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթուղթը բանաձևով հաստատելու։ Պատասխանելով լրագրողների հարցին կուսակցության ղեկավարն ասաց, իրենց ուսումնասիրություններով 6-ից 7% ձայն ստանալու հնարավորություն ունեն։ Շուրջ 200,000 քաղաքացի չի ուզում իր ձայնը տալ ընդդիմադիր 3 խոշոր ուժերին։ Եվ ընդդիմադիր 3 խոշոր ուժերը իրար հետ վերցրած, եթե 4-րդ ուժը, այսինքն մենք չանցնենք խորհրդարան, այս իշխանությունը մնալու է։ Հիմա մեր կոչը, մեր ուղերձը 200,000 մարդուն է ուղղված, որ դուք ունեք հնարավորություն մեր միջոցով դառնալ ապագա իշխանության բաժնետերը։ Կուսակցության վարչապետի թեկնածուն նաև ընդգծեց, առջևում դեռ շատ անսպասելի բաներ կարող են տեղի ունենալ։ Ուժեր կլինեն կսեն բարձր ռեյտինգով, կավարտեն ցածր ռեյտինգով։ Ուժեր կլինեն կսեն ցածր ռեյտինգով, կավարտեն շատ բարձր ռեյտինգով։ Դեռ այնպիսի բաներ են լինելու մինչև հունիսի 7-ը, որ դուք կզարմանաք։ Նախորդ օրը Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում էին։ Նրանք հանդիպեցին քաղաքացիների հետ Գավառում։ Քեզ վատ բան չի կարելի ասել, որովհետև դուք ամեն ինչը նկատում եք, ամեն ինչը տեսնում եք, ամեն ինչը ձեր արժինով չեք չափում։ Էդմոն ջան, քեզ հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալ եմ ես շատ։ Սևանում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ելնես։ Էս մեր բուկլետն է։ Մեր բուկլետն է։ Ապա նաև Մարտունիում։ Էմմա Վարդանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։